Ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, քանի օր մենք գտնվում ենք ճանաչողական փուլում ենք նաև Հայաստան դաշինքին իհարկե շատ լավ ենք ճանաչում, շատերին նաև ճանաչում ենք ուժեղ Հայաստան խմբակցությունից, բայց մեծ մասին նոր падգամավորներից չենք ճանաչում եւ այս ելույթները հարց ու պատասխանը նաև ճանաչողական բնույթ են կրում եւ ինձ համար մի ոչ հարմարավետ իրավիճակ կա, երբ որ մենք խոսում ենք շատերի մասին, նախկին իշխանության մեջ եղած, նաև տարբեր ժամանակներում Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքի վրա ազդող որոշումներ կայացնող մարդկանց մասին, ես էմոցիա եմ զգում դա ալիճից, որովհետեւ մի դեպքում տվյալ մարդը Հայաստան խմբակցության падգամավորի հայրն է, մյուս դեպքում ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորի հորեղբայրն է կամ հայրն է, բայց մենք չենք մտնում այդ տիրույթ, էլի, հայր եւ որդի, քուր եւ եղբայր, կին եւ ամուսին, քերի եւ քերակին, ընկերներ, եղբայրներ, մենք այս հարթություն չենք մտնում, մենք խոսում ենք քաղաքական գործիչների մասին, որոնք այո փոխկապակցված են բարեկամական կապերով, բայց ես ինձ անկեղծորեն վատ եմ զգում, երբ որ տեսնում եմ էմոցիա եւ ընկալում հակառակ կողմից, երբ որ մարդիկ մտածում են, որ մենք ուրեմն մտնում ենք հայր եւ որդի հարաբերությունների մեջ եւ այլն եւ այդպես շարունակ, մանավանդ Լևոն Քոչարյանի ելույթներում, երբ որ ամեն անգամ, երբ որ մենք խոսում ենք Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած Ռոբերտ Քոչարյանի մասին եւ մարտի 1-ով իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցած Ռոբերտ Քոչարյանի մասին, Լևոն Քոչարյանը գալիս է եւ ուրեմն սկսում է պաշտպանել իր հորը որպես իր որդի։ Ոչ, դուք այստեղ եք, էլի ինքը բայց դա ալիճում չի, էլի խոսում գնում է։ Դուք այստեղ եք, պարոն Քոչարյան, ոչ թե որպես ձեր հոր որդի, դուք այստեղ եք, պարոն Քոչարյան, որպես Հայաստան դաշինքի падգամավոր, ով շարունակում է ուրեմն Ռոբերտ Քոչարյանի արատավոր քաղաքական հետագիծը եւ փորձում է այստեղ ամեն ինչ անել, որպեսզի պահի նրա գողացած ապօրինի գույքը, փորձում է այստեղ ամեն ինչ անի, որպեսզի մաքրի նրա անունը մարտի 1-ից հոկտեմբերի 27-ից։ Եվ երբ որ մարտի 1 եւ հոկտեմբերի 27-ի անուն են տալի, դուք ավելի լավ է սուտ քուն մտնեք, մեռած ձևանակ ու բոլորիդ ասա վերաբերվում Հայաստան դաշինքի անդամներ։ Հələ մի հատ էլ գալիս եք այստեղ եւ փորձում եք ուրեմն մաքրել մարդկանց անունները, ովքեր եղել են Հայաստանի պետության ղեկավարները մարտի 1-ի կազմակերպման ժամանակ։ Ես 2008 թվականին դեռ 18-ը չէր լրացել մարտի 1-ին, ես Սունդուկյան թատրոնի դիմացն է, երբ որ Վիլիսի դեպքը տեղի ունեցավ, եւ ես նաեւ այստեղ պարոն Քոչյանն ասում է, որ Վիլիսը մարդկանց վերով չի անցրել, այսօրվա քննչականն է դա ուրեմն հաստատում, շատ ցավում եմ, որ այսօրվա քննչականը հենց հաստատում է արել, հա բախտները բերել է մարդկանց, որ վրաերթի չի ենթարկել, գոնե այդտեղ 10 զոհից ավել զոհ չի եղել, էլի։ Պետք է շնորհակալություն հայտնենք երևի, որ այդ Վիլիսը մարդկանց վերով չի անցել։ Հետո 2008 թվականի մայիսին ես գնացի զինծառայության մի զորամաս, որտեղի մի ամբողջ զորագունդ մարտի 1-ին պրոսպեկտի խաչմերուկում զինված գործողություններ իրականացրել։ Եվ ինձ դրա մասին պատմել են մարդիկ, ովքեր այդտեղ են եղել զինվորական համազգեստով զենքը ձեռքներին։ Հիմա եկել եք ում եք ինչ պատմում, ես ուզում եմ հասկանալ։ Ապօրինի գույքի մասին, գիտեք, գալիս եք եւ անընդհատ ապօրինի գույքից եք խոսում եւ ասում եք, եթե մենք չզբաղվենք քաղաքականությամբ, ապա ապօրինի գույքի գործերը չեն լինի։ Չէ, ժողովուրդ, եթե ապօրինի գույքի գործերը չլինեին, դուք քաղաքականությամբ չեք զբաղվելու։ Դուք գնալու եք վայելեք ձեր ապօրինի գույքը Մալդիվներում, Բալիներում, Կալուգաներում եւ այլն եւ այդպես շարունակ։ Դուք գալու եք եւ վայելեք ձեր ապօրինի գույքը։ Գալու եք եւ վայելեք Բելարուսում, տարբեր տեղեր։ Եվ հետեւաբար դուք քաղաքականության մեջ եք, որպեսզի ապահովեք, պաշտպանեք, փորձեք փրկել ձեր ապօրինի գույքը։ Նույնը նաեւ քաղ բանտարկյալներին է վերաբերում։ Դուք քաղաքականության մեջ չեք լինի, եթե հանցավոր գործունեություն չկատարեք։ Եվ հիմա անունը դրել եք քաղբանտարկյալ։ Դուք քաղաքական վահանով փորձում եք ուղղակի պաշտպանվեք։ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո, եւ սա միանշանակ է։ Եվ սա միանշանակ է։ Դուք այստեղ նստած եք, պարոն Ռուբեն Մխիթարյան, որպես ազգային ժողովի падգամավոր եւ ինձ հետ զուգահեռ հարգելի գործընկերներ, մի խոսեք, ես լուր լսում եմ ձեզ բոլորիդ
լուրս ես դες եւս մեկ անգամ ասում եմ զուգահեռ Պարոն Հովհաննիսյան, ներողություն։ Ես խնդրում եմ նաև իմ ժամանակը պարոն Կոնջորյան, էլի։ Այո, խնդրում եմ հարգելի գործընկերներ մի ընդհատեք, որպեսզի նաև ժամանակը չերկարացնեմ ելույթ ունեցողի։ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ։ Սեփականության իրավունքից է անընդհատ խոսում ու ինձ զարմացնում է թե խի Հայաստան Դաշինքը այս 3 օրա ատամներով փորձում պաշտպանել Գագիկ Ծառուկյանի ապօրինի գույքը, որը հիմա վերադարձում է ժողովրդին։ Այդ կարող է այդ բոլոր պատմությունները, որ Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն է 100%-անոց ճշմարտություն է, ինչին ես հավատում եմ, եւ հիմա էլ պարզվում է, որ դուք էլ Ծառուկյանի բանից գույքից երևի փայ ունեք, հա, որտեղ նեղվել եք, որ ուրեմն Ծառուկյանի գույքը վերադարձում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Փայ ունեք Ծառուկյանի գույքից։ Ինչ կա Ծառուկյանի հետ, եկել sense ատամներով պահում Գագիկ Ծառուկյանի ապօրինի գույքը։ Խոսքա գնում այստեղ նաև քաղաքական մենաշնորհի ասում է ԿՊ-ն ուզում է քաղաքական մենաշնորհ հաստատ եւ այլն եւ այդպես շարունակ, սա ասում է մի ուժ, որը ներկայացված է օրինակ 29 հոգով ազգային ժողովում կամ մի այլ ուժ էլ դրա հետ համաձայնում է, որը 12 հոգով է ներկայացված ազգային ժողովում։ Եվ մենաշնորհներից առաջարկում եմ չխոսեք, որովհետեւ օրինակ պարոն Ղազինյան, դուք փորձեցիք պատասխանել իմ հարցին միտինգներին մարդկանց բերելու առումով։ Իհարկե թույլ տվեք ինձ չհավատալ ձեզ ամեն դեպքում եւ նաեւ երբ որ մենաշնորհներից եք խոսում, ես կխնդրեմ նաեւ խոսեք օրինակ հեծի տենդերների մասին։ Այդ ոնց էր ստացվում, որ հեծի տենդերներին մասնակցում էին կազմակերպություններ, որոնք ըստ էության փոխկապակցված էին հեծի սեփականատերերի հետ։ Մենաշնորհներից որ խոսում եք, առաջինս խնդրում եմ այդ մենաշնորհների հետ բացատրեք, նոր եկեք խորացեք արդեն քաղաքական մենաշնորհների մեջ, որոնք Հայաստանում այսօր չկան, Հայաստանում չկա քաղաքական մենաշնորհ, եւ չի էլ կարող լինել ժողովրդավարական համակարգում քաղաքական մենաշնորհ։ Հիմա հայրենիքի մասին։ Ասում են մեր հայրենիքը թիվ չի, հող է։ Okay, քանի քառակուսի կիլոմետր այդ հողը։ Իմ հարցը դրա մասին է։ Գիտեք, էլի պետքա գնանք մեր հայրենիքը, իմ կարող եք արդյոք ասել, որ ջավախքը այս մարդու հայրենիքը չի, ախր ինքը ծնվել է ջավախքում, չէ, չեմ կարող տես բան ասել։ Ես ուրիշ բան եմ ասում եւ եւս մեկ անգամ ասում եմ, որ հնարավորինս հասկանալի լինեմ։ Ես չեմ կարող հերքել եւ որևէ մեկը չի կարող ասել, որ գիտես ինչ կա, եթե դու ջավախքում ես ծնվել, Ալաշկերտում ես ծնվել, Գանձակում, Բաքվում, Ադանայում, ոչ մեկ չի կարող հերքել քո ծննդավայրը եւ քո պատմական հայրենիքը։ Ես այստեղ եմ եւ դուք այստեղ եք որպես Հայաստանի Հանրապետության որպես պետության ներկայացուցիչներ, որպես ազգային ժողովի падգամավորներ, որոնք պետքա վերջը պատասխանեն այդ հարցին, դուք ընդունում եք Հայաստանի Հանրապետության պետական սահմաններն այնպիսին, ինչպիսին դրանք միջազգայինորեն ճանաչված են, թե ոչ։ Ես չեմ խոսում, ես որ հարց եմ տալիս, ասում եմ, քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Այս հարցը նրա մասին չի, որ դու պետքա դա ասելով մերժես, որ Ադանան երբևէ եղել է պատմական հայրենիք կամ մերժես, որ այս կամ այն տարածքը երբևէ եղել է պատմական հայրենիք։ Ես ասում եմ, ոչ թե մերժելու մասին եմ ասում, ես հաստատելու մասին եմ ասում դուք Հայաստան Դաշինքի հետ ամեն ինչ պարզ է, իրանք չեն ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Արամ Վարդևանյանն էլ իրանց խմբակցության կազմում այդ ժամանակ չէր ընդունում։ Հիմա ուզում եմ հասկանամ, ուժեղ Հայաստան խմբակցությունը ընդունում է Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները եւ ընդունում է, որ մեր այսօրվա պատմական չէ, ժամանակակից հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Ընդունում եք դուք արդյոք, թե չէ։ Եթե ընդունում եք, պետքա գաք եւ գոնե ասեք, քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետությունը, որովհետև մենք միջնադարյան ուրեմն կանոններով չենք ապրում։ Այստեղ միջնադար չի էլի, ասենք, մեր արտահայտություններ էլ կան, ասում մեր սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է մեր զինվորը, բան։ Նմանատիպ ինչ-որ արտահայտություններ է, մոտ է այդ արտահայտություններին, որ դու ասում ես, դե մեր հայրենիքը, ասես, անծայրածիր հայրենիք ունենք։ Այո, շատ մեծ պատմական հայրենիք ունենք ըստ էության, հաշվի առնելով հայ ժողովրդի անցած ճանապարհը, բայց այդ անցած ճանապարհի արդյունքում մենք այսօր ունենք մի հայրենիք, որը միջազգայինորեն ճանաչված սահմաններ ունի, ու մենք կարող ենք այդտեղ ապրենք։ Երբ որ դուք այդպես հարցականով հենց մի հատ մեզ եք փորձում ուղղեք, թե բա ձեր հայրենիքը որն է, հեսա մեր հայրենիքը։ Սա է մեր հայրենիքը։ Քաղաքացիական պայմանագիր, խմբակցության, կուսակցության հայրենիքը սա է։ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը իր սահմաններով, որը մենք ամեն ինչ անում ենք, որ սահմանագծենք, սահմանազատենք եւ ապահովենք դրանց անձեռնմխելիությունը։ Սա է Հայաստանի Հանրապետությունը։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Սա մեր հայրենիքն է։
Եվ կարևորը, որ օրենսդիր իշխանությունում ներկայացված ուժերը ընդունեն Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները, որովհետև հարցը առաջանում, եթե չեք ընդունում, ապա ո՞րն է ձեր շահերի կենտրոնը։ Եվ եկեք այստեղ ասեք, քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ ամփոփելով եւս մեկ անգամ այստեղ նաեւ խոսեց զինվորներին հարգելուց ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորի կողմից, ես խնդրում եմ չխոսեք զինվորների մասին ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորներ, քանի դեռ ձեր շարքում նստած է մի մարդ, ով երազում է, ցանկանում է Հայաստանի Հանրապետության զինվորի մահը։ Չխոսեք զինվորին հարգելու մասին, քանի դեռ ձեր շարքում այդ մարդը նստած, պարոն Ալեքսանյան, ես ձեզ հաջողություն եմ մաղթում, մենք իրար հետ շատ կարևոր աշխատանքներ ենք իրականացրել հանուն մեր պետության եւ հանուն մեր ժողովրդի բարեկեցության, ես ձեզ աջակցում եմ, ամեն ինչով աջակցելու եմ ձեր նոր պաշտոնում եւ վստահ եմ, որ դուք լավագույնս դա կիրականացնեք եւ թույլ տվեք նաեւ պարոն Կարապետյանին ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարին մի նվեր տալ, քանի որ բոլորն ունեն համարյա եւ քանի որ պարոն Կարապետյանը չի ասում քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, ես այս քարտեզը ցանկանում նվիրել պարոն Կարապետյանին ամենայն հարգանքով գործընկերային, որպեսզի նա նայի եւ ունենա իր մոտ Հայաստանի Հանրապետության պետական սիմվոլը։